Բարի երեկո, մի քանի րոպեով ձեզ զբաղեցնեմ բաց զրույցով իմ բաց բալկոնից։ Ավելի ճիշտ, սա զրույց չի, սա հաղորդում է հանցագործության մասին, զանգվածային հանցագործության մասին, որն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունը, պաշտպանության նախարարը, իսկ գործիքներն են ռազմական ոստիկանությունը եւ զինկոմիսարիատները։ Վերջին օրերին մի քանի առիթներով խոսել եմ 25-օրյա վարժական հավաքների մասին եւ այդ հավաքները իշխանության կողմից իբրև պատժի տեսակ օգտագործելու անբարո, անթույլատրելի եւ հակաօրինական գործելավոճի մասին։ Երեք պարզվեց, որ բազմաթիվ մեր հայրենակիցներ, որ ժամանել են հայրենիք եւ պատրաստում են վերադառնալ պայմանական Ռուսաստան, նրանց ելքը Հայաստանի Հանրապետությունից արգելված է, իսկ արգելում են քաղաքացիների ելք, ովքեր կատարել են հանցագործություն, ովքեր գտնում են քրեական հետապնդման տակ, այս կամ այն պատճառով ունեն երկրից բացակայելու սահմանափակ։ Պարզվեց, որ ռազմական ոստիկանության պահանջով բազմաթիվ մեր հայրենակիցների ելք արգելվել է։ Իսկ ռազմական ոստիկանությունը տվյալ դեպքում զինվորական ծառայության 25-օրյա վարժական հավաքների հետ կապված կարող է արգելել։ Հիշում եք, այս օրերին իշխանության ներկայացուցիչների, նախարարներ, պաշտոնյաներ սպառում են, ով գալիս է Ռուսաստանից, միանգամից 25-օրյա վարժական հավաքների պետք է տանեն։ Օրենքը ասում է 25-օրյա վարժական հավաքների քաղաքացուն տեղեկացնում են էլեկտրոնային փոստով։ Եթե փոստ չունի, ապա տեղեկացնում են արձեռ։ Եթե անհնար է կամ հրաժարվում է արձեռն ընդունել, ազդարար.am-ով հայտարարում են ծանուցման մասին եւ 9-րդ օրը միայն քաղաքացին համարվում է ծանուցված։ Այսինքն մոտավորապես 15-20 օր է պահանջվում, որպեսզի քաղաքացին համարվի, թե ծանուցագիր չի վերցնում կամ հրաժարվում է գնալ, որից հետո կարող են արդեն քրեական հետապնդում հարուցել։ Բայց մի քանի օր առաջ եկած մեր հայրենակիցներին ուղղակի արգելել Հայաստանի սահմաններից դուրս գալ նշանակում է իշխանությունը սպառնալիքներից անցել է գործնականացման, հետապնդում է բոլորին, ովքեր կասկածում են, որտեղ կան բազմաթիվ դեպքեր, որ տխուր կամ այլ առիթներով եկել են հայրենիք։ Այսօր մի հայտարարություն դրեցին, որպեսզի տեղեկանան, թե 25-օրյա վարժական հավաքներին ընդհանրապես ում են կանչում։ Պարզվեց ահավոր փաստեր։ Մեկ օրինակ, այս տարի զորացրված զինծառայողը, իսկ մեկ տարի նրան իրավունք չունենք կանչել 25-օրյա վարժական հավաքի, Նիկոլ Փաշինյանի դեմ գրած ստատուսից հետո 3 օր հետո կանչվել է 25-օրյա վարժական հավաքի, իսկ իր եղբայրը օրերս է զորակոչվել բանակ։ Պարզվեց Կապանում 53 տարեկան մեր հայրենակիցը, որ ամեն տարի մայիսի 29-ին գալիս է հավաքում է իր ազգուտակին իր ծննդյան օրը, հայրենիք ժամանելուց անմիջապես հետո ստացել է ծանուցագիր։ Պարզվեց, որ քահանա է ստացել ծանուցագիր հայրենիք գալու հաջորդ օրը։ Քահանաներից մեկն էլ ծանուցագիր ուներ, բայց հասցրել են տեղեկացնել, որ գիտես, այսպիսի խնդիր կա։ Երեկվա աղմկարույց դեպքը լրագրողներից մեկը, որը ծառայել է Արցախի պաշտպանության բանակում, ինքն էլ ասում է, հիմա որ տարբերություն չկա, պատիվ է 25-օրյա վարժական հավաքի մեկնելը, պարզվեց, որ կիրակի օրը Սոտքում զորքի անօրինական գործածումը ընտրությունների քվեարկության process-ի վրա այդ փաստը բացահայտելուց հետո հաջորդ օրը զինկոմիսարիատը տեղեկացրել է վարժական հավաքի մասնակցելու համար, թեև վարժական հավաքը մեկնարկել է ամսի 9-ին։ Օրենքն էլ պահանջում է, որ զինկոմիսարիատը հավաքից եռամսյա ժամկետ առաջ արդեն պետք է պլանավորի, այսինքն այն քաղաքացիները, որ հունիսի 9-ից մինչև օգոստոսի 14-ը պետք է զորակոչվեն, զինկոմիսարիատում պետք է արդեն վաղուց հաշվառված լինեն։ Իսկ այդ լրագրողին զորակոչել են, գիտեք, երբ որ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը, թեև ինքը չխեղանում է, թե պատահաբար, բայց ընտրությունների գիշերը եղել է ՔՊ նախընտրական շտաբի մոտ ու փորձել է ճշտել այդ լրագրողի ինքնությունը։ Այսպիսին է Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը մեր բանակի նկատմամբ։ Նրանք փորձում են մարդկանց մեջ սերմանել, որ 25-օրյա վարժական հավաքը պատժի տեսակ է։ Նրանք ատում են մեր բանակը, որ չատեն մեր հարյուրավոր զինվորների գիշերը ժամը 20:00-ից 3-4 րոպե առաջ չէին բերի ընտրատեղամաս, թեև այդ ժամին զինվորը զորամասում ընտրիքի պետք է լիներ։ Իհարկե 25 օրը վարժական հավաքը անպատվություն չէ, դա պատիվ է։ Նույն ամսի 9-ին
սահմանված ժամկետում մեր դաշնակցության ուսանողական միությունից մեր ընկերներից մեկը զորակոչվել է 25-օրյա վարժական հավաքի եւ պատվով գնացել է նախորդ 2 ամիսներին ու տարիներին մեր բազմաթիվ դաշնակցական ընկերներ զորակոչվել են եւ բոլորը գնացել են պատվով գնացել են հետ գալուց հետո էլ ամեն անգամ մոտեցել են թե ընկեր Գեգամ այս հարցը կարելի է ուղղել սա կարելի է ուղղել եւ անցնող 5 տարիներին պաշտպանության հանձնաժողովում փորձել եմ օգտակար լինել որ 25-օրյա վարժական հավաքները դառնան արդյունավետ բայց ամեն ինչ ջուրն է լսվում որտեղ այս իշխանությունը շարունակում է առատավորել բանակում ծառայությունը այդ թվում 25-օրյա վարժական հավաքները մղելով ռազմական ոստիկանության ու զինկոմիսարիատների հանցագործության օրենք խախտելու տոտալ խախտելու եւ վստահաբար մի օր դրա համար պատիժը լինելու է լավ մնացեք